Այսօր առավոտյան Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսած երրորդյա ժողովը, որը նախագահում են Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Արամ I Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը։ Եպիսկոպոսած ժողովը Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմին է, որը դավանաբանական, ծիսական, եկեղեցագիտական, կանոնական, բարոյական եւ միջեկեղեցական հարցերի շուրջ որոշումներ է կայացնում։ Հայ եկեղեցին շարունակում է դեռևս առաքելական շրջանում հաստատված ավանդույթը, երբ կարևոր խնդիրների լուծումը տվել է եկեղեցական ժողովների միջոցով։ Տարին մեկ կամ երկու անգամ եպիսկոպոսները հավաքվել են, քննարկել, որոշումներ կայացրել ու ներկայացրել կաթողիկոսի վավերացմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսության եւ Կիլիկիո կաթողիկոսության ամբողջական եպիսկոպոսած դասը 600 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ համախմբվեց անցյալ տարի սեպտեմբերին։ Օրակարգում մեր ժողովրդի եւ եկեղեցու համար կարևորագույն հարցեր էին, որոնց քննարկումը շարունակվեց նաեւ այս տարի։ Դարեր շարունակ ծանր ու դժվարին ժամանակների, անբարենպաստ իրավիճակների ու հանգամանքների, եկեղեցավարչական խնդիրների պատճառով հնարավոր չէր եղել կազմակերպել եպիսկոպոսած դասի համախմբումը, ողջույնի եւ օրհնության խոսքում նշեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Եպիսկոպոսած ժողովի պարբերաբար գումարումն անհրաժեշտ է եկեղեցական անդաստանում բարեփոխումներ իրականացնելու, մեր եկեղեցու ընթացքը ժամանակի զարգացումներին համակայլ պահելու, արդիական հարցադրումներին արձագանքելու եւ եկեղեցու տեսակետները նորովի բանաձևելու համար, շարունակեց հայրապետը։ Եպիսկոպոսած այս ժողովի օրակարգում մենք անդրադառնալու ենք ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին եւ ծիսական կանոնակարգին։ Սուրբ Մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգին, որոնց շրջագծում դեռևս կան վճռման կարոտ մի շարք հարցեր։ Ուրախալի է, որ օրակարգում է նաև Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը։ Արդարև, եկեղեցին զորանում է իր սրբերով, նրանց լուսավոր կյանքի մշտավոր օրինակով եւ երկնից օթևաններում նրանց բարեխոսական աղոթքով։ Ցեղասպանության զոհերի սրբադասումով նաև պիտի շարունակվի դարեր ի վեր մեր եկեղեցում դադարած սրբադասման գործընթացը, իսկ Մկրտության կանոնի վավերացմամբ ծիսարարողական միօրինակությունը եկեղեցական մեր անդաստանում։ Իրականացված հետևողական եւ ջանադիր աշխատանքների համար գոհունակ սրտով մեր բարձր գնահատանքն ենք բերում կենտրոնական հանձնախմբին, սրբադասման եւ ծիսական միասնական հանձնախմբերի անդամներին։ Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ աննվազ նախանձախնդրությամբ պիտի շարունակենք միջազգային հարթակներում անլռելի պահել մեր եկեղեցու կոչը հանուն հայոց ցեղասպանության համընդհանուր դատապարտման, Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչման, Սիրիայում, Իրաքում, ողջ մերձավոր արևելքում խաղաղության վերահաստատման, կրոնական հալածանքների դադարեցման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության։ Կաթողիկոսն ընդգծեց, որ արդի աշխարհին հուզող սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները հետին պլան են մղել հոգևորը, մարդ-Աստված հարաբերությունների պահպանումը եւ համընդհանուր բարիքի համար ապրելու ձգտումները։ Եվ սա անխուսափելիորեն տանում է բարոյական ընկալումների խաթարման, ընտանիքի, մարդկային բարձր արժեքների վերաբերյալ հասկացությունների խարխլման, որոնցից ցավոք զերծ չէ նաեւ ազգային մեր կյանքը։ Այս իրավիճակը առավել շեշտում է եպիսկոպոսած ժողովի համակարգված ու եռանդուն գործելու հրամայականը։ Մեծի տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսն իր եղբայրական ողջույնը հղեց։ Օրհնության խոսքում նա կարևորեց պատմության բերումով իրարից հեռու գործած աթոռների միասնաբար ժողովրդին ծառայելու հանգամանքը։ Նա եւս ծիսական բարեկարգությունները կենսական համարեց։ Գալով ցեղասպանության զոհերի սրբադասման խնդրին Կիլիկիո կաթողիկոսը նշեց, որ 100-ամյակի առիթով մենք պարզապես միայն անցյալի դեպքերի հիշատակությունը չէ, որ պիտի կատարենք։ Միայն պիտի չհիշենք, այլ հիշելն անտին աշխարհին պիտի հիշեցնենք, որ դակավին իրավազարգված ժողովուրդ մգա, եւ այդ ժողովուրդը բանջադեր այսօր, իր իրավունքները կբանջի։ Մենք չենք կրնալ լրել, երբ Արեմոդյան Հայաստանը, Գիլիգյան, մեր գալվածները, ազգաբատկան, եկեղեցաբատկան, դակավին կմնան բնակարաբացոն։ Մենք որպես եկեղեցի եւ որպես ժողովուրդ չենք կրնալ անդարբեր եւ լուր մնալ այս կացության դիմաց։ Այսօր մենք բանջադեր ենք։ Երբ կսենք մենք պահանջադեր ենք եկեղեցի եւ ազգ, մեկ ամբողջություն, եկեղեցի ազգ հայրենիք, մեկ ամբողջություն։ Եվ հետևաբար այդ մեկ ամբողջության ծիրեն ներս ահավասիկ մենք պիտի նշենք 100-ամյակը եւ այդ 100-ամյակի ծիրեն ներս, ինչպես քիչ առաջ վեհապարը հիշեց սրբաթասումը
մեր նահատակներուն կարևոր թեփք մնե։ Եպիսկոպոսատ ժողովի հանդիսավոր բացմանը հաջորդեցին գործնական քննարկումները կապված ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգի հետ։ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոսը ներկայացրեց այդ արարողակարգի բացատրությունը։ Սրբադասման կարգի նախորդ երեկոյան հավատացյալների հոգևոր պատրաստության համար կկատարվի հսկման արարողություն եւ մոմավառություն, կընթերցվի սրբադասվելիների վկայաբանությունը, իսկ բուն արարողությունը կկատարվի Սուրբ Պատարագի ընթացքում։ Սրբադասման կարգի մանրամասները, աղոթքները, շարականի կանոնը, վկայաբանության տեքստը, սրբանկարների հարցը, սրբերի հիշատակության օրը այս ժողովի ընթացքում վերջնականապես կճշտվեն։ Վաղը եպիսկոպոսատ ժողովը կշարունակի աշխատանքը։ Նելի Ռաֆայելյան, Մեսրոպ Ավետիսյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։